Մատթեոս 28-րդ գլուխ։ Շաբաթ օրը երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ Եվ ահա մի մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով ու մոտենալով, գերեզմանի մուտքից քարը մի կողմ գլորեց և նստեց նրա վրա։ Նրա տեսքը կայծակի նման էր, հագուստը ձյան պես սպիտակ։ Նրա ահից պահապաններն այլայլվեցին և մեռելի պես դարձան։ Հրեշտակը դիմեց կանանց և ասաց. Դուք մի վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում, նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսեք այնտեղը, որտեղ դրված էր, և անմիջապես գնացեք ասեք նրա աշակերտներին, որ հարություն առավ, և ահա ձեզնից առաջ գնում է Գալիլեա, այնտեղ կտեսնեք նրան, ահա ասացի ձեզ։ Կանայք վախով ու մեծ ուրախությամբ գերեզմանից իսկույն դուրս ելնելով վազեցին աշակերտներին պատմելու։ Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. Ողջույն ձեզ։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։ Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. Մի վախեցեք, գնացեք ասեք իմ եղբայրներին, որ Գալիլեա եմ գնում, և այնտեղ ինձ կտեսնեն։ Երբ նրանք գնացին, զինվորներից ոմանք եկան քաղաք և քահանայապետներին պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր։ Նրանք էլ ծերերի հետ միասին հավաքվելով խորհրդակցեցին, առատ արծաթ դրամ տվեցին զինվորներին և ասացին. Կասեք, թե մինչ մենք քնած էինք, նրա աշակերտները գիշերով եկան գողացան նրան, և եթե այս լուրը կառավարչի ականջին հասնի, մենք նրա սիրտը կշահենք և ձեզ հոգսից կազատենք։ Զինվորները արծաթ դրամները վերցնելով արեցին այնպես, ինչպես իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը մինչ օրս տարածված է հրեաների մեջ։ Իսկ 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսանք ունեցան։ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Գնացեք այսուհետև, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վաղճանը։